Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում բալետային արվեստի փառատոն անցկացվեց։ Հանդես եկան լեգենդար Մոսկվայի Բոլշոյ եւ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնները։ Մարդիկ բացօթյա դիտեցին Ժիզել, Գալա-բալետ, Շոպենյանա, Շահերեզադա ներկայացումները։ Հունիսի 13-ին ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ներկայացնելով Բոլերո եւ Սրբազան գարուն բալետային ստեղծագործությունները։ Բալետային արվեստի տոնը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին պարգևեց Երևանի քաղաքապետարանը։ Երևանյան միջազգային բալետային փառատոն անցկացվում էր 3-րդ անգամ։ Գրականության եւ արվեստի թանգարանում բացվեց Մարտիրոս Սարյան «Ծանոթ եւ անծանոթ դեմքեր» ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Ներկայացվեց Մարտիրոս Սարյանի գրականության եւ արվեստի թանգարանում պահվող ամբողջական հավաքածուն՝ կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, վավերագրեր։ Հավաքածուի գեղարվեստական մասն ընդգրկում է գրականության եւ արվեստի գործիչների շուրջ 60 դիմանկար, որոնք Սարյանը նկարել է հենց գրականության եւ արվեստի թանգարանի համար։ Հունիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը եւ գալա համերգը։ Մրցույթն այս տարի անցկացվեց դիրիժորություն մասնագիտական կարգում։ Հայաստանը հյուրընկալեց 12 երկրից ժամանած 18 երիտասարդ դիրիժորների։ Հունիսի 7-ից 11-ը մրցույթի մասնակից դիրիժորները ներկայացրին իրենց վարպետությունը ղեկավարելով նվագախումբը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն է։ Ունեք 2 րոպե։ Դուք ժառանգություն չեք ստացել, ամեն ինչ։ Ինչպես են աշխատանքն ու պարտավորությունները ազդում ընտանիքի անդամների հարաբերությունների վրա եւ ինչպես են մարդիկ ապրում կողք կողքի, բայց իրարից հեռու։ Պատմություն, որն ստիպում է գնահատել սիրած մարդու հետ ժամանակ անցկացնելու կարեւորությունը։ Շունչ թատրոնը հունիսի 14-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրեց 25-րդ ժամը բեմադրությունը։ Պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, բեմադրել է Արթուր Սարիբեկյանը։ Երգեհոնային հեքիաթներ ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ խորագրով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 10-ին ծրագիր անցկացրեց երեխաների համար։ Փոքրիկներին նվիրեց հեքիաթային ճամփորդություն։ Հեքիաթի ձևաչափով եւ սցենարական հետաքրքիր լուծումներով, խաղերի, ինտերակտիվ զրույցների միջոցով երեխաները ծանոթացան երգեհոն գործիքի հետ, լսեցին երգեհոնահարների կատարումներ։ Երեխաներն ունկնդրեցին համաշխարհային դասականների ստեղծագործություններ ու ժամանակակից ֆիլմերի համար գրված երաժշտական գործեր։ Համերգ ներկայացման մեջ ընդգրկվել են դերասանուհի Հասմիկ Վերդյանը, երգեհոնահարներ Լուսինե Հարությունյանը, Աննա Բակունցը, Հարություն Թաքվորյանը։ Լինել թե չլինել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հունիսի 13-ին հանդիսատեսին հրավիրեց մտորելու հավերժական հարցի շուրջ։ Դրամատիկականում ներկայացվեց նորովի բեմադրված Համլետը։ Շեքսպիրյան դրաման ներկայացվել է արևելյան հնչյունների ներքո։ Համլետն ապրում է բոլոր ժամանակներում, խոսում է մարդկանց, իշխանության, մեղքի, ճշմարտության, ներքին պայքարի մասին։ Ներկայացումը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը, Համլետին մարմնավորել է Լիդիա Գրիգորյանը։ Հունիսի 17-ին ժամը 12-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Գեղարդ գիտավեր-լուծական հիմնադրամի մասնակցությամբ եւ աջակցությամբ։ Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր, հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն, ներառելով 17-ից 19-րդ դարերում թվագրվող նմուշներ, հայատար թվագիր հիշատակարաններով գորգեր։
Հունիսի 18-ին ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի Prime Time Musical-ը։ Այն բեմադրվել է Մոսկվայի Մյուզիկլի թատրոնի հետ համատեղ։ Prime Time Musical-ի մտահղացման հեղինակը Միխայիլ Շվիդկոյն է։ Լիբրետոյի բեմական տարբերակն ու բեմադրությունը Հակոբ Ղազանչյանն է արել։ Գլխավոր հերոսուհին Աննան մարտահրավեր է նետում մի աշխարհի, որտեղ օրենքները թելադրում են փողն ու կապերը։ Հունիսի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհյուրընկալի ժամանակակից դասական երաժշտության խոշորագույն դեմքերից մեկին՝ գերմանացի դիրիժոր Մարկ Ալբրեխտին։ Որպես մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուଆ Ֆրեդերիկ Գին։ Համերգային ծրագրում ընդգրկվել են Բեթհովենի և Բրամսի ստեղծագործությունները։ Հունիսի 21-ին և 22-ին կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնի կանգառը Գավառում է։ Նախորդներն անցկացվել են Գյումրիում, Դիլիջանում և Արենիում։ 4-րդ փառատոնը կանցկացվի «Երիտասարդները ստեղծում են համը, խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։ Փառատոնն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։ Այս տարվա գործընկերն է Գավառի համայնքապետարանը։